Ողջույն, ես Նաիռան եմ, Excelist Training Center-ի վերլուծաբանների թիմի ներկայացուցիչներից։ Համացանցում մեր կազմակերպության կայքն է excelist.am-ը։ Այստեղ կարող եք ծանոթանալ տվյալների վերլուծության և տվյալահեն մենեջմենթի վերաբերյալ մեր դասընթացներին։ Այս դասի ընթացքում կուսումնասիրենք տեքստային ֆունկցիաները։ SQL String Functions կամ որ նույնն է տեքստային ֆունկցիաները հզոր գործիքներ են, որոնք թույլ են տալիս ձևափոխել, ֆորմատավորել և տեքստային տվյալներից առանձնացնել անհրաժեշտ մասեր։ Տեքստային ֆունկցիաներն օգտագործվում են մուտքային տեքստի վրա տարբեր գործողություններ կատարելու համար և վերադարձնում են նոր տեքստային արդյունք։ Ամենատարածված և հաճախ օգտագործվող տեքստային ֆունկցիաներից են քնքեդ, որը միացնում է մի քանի տեքստային արժեքներ մեկ տողի մեջ, len, որը վերադարձնում է տեքստի սիմվոլների քանակը, left, վերադարձնում է նշված քանակի նիշեր տողի ձախ կողմից, right, վերադարձնում է նշված քանակի նիշեր տողի աջ կողմից, substring, վերադարձնում է տեքստի որոշակի հատված սկսելով նշված դիրքից, upper, փոխում է տեքստը մեծատառերի, lower, փոխում է տեքստը փոքրատառերի, trim, հեռացնում է տողի սկզբի և վերջի ավելորդ բացատները, replace, փոխարինում է տեքստի մի հատվածը այլ տեքստով, char index, գտնում է սիմվոլի կամ ենթատողի դիրքը տեքստի մեջ, path index, գտնում է նմուշի դիրքը տեքստի մեջ օգտագործելով վայրդքարթեր։ Այս ֆունկցիաները հատկապես օգտակար են, երբ աշխատում ենք անունների, ազգանունների, էլեկտրոնային հասցեների կամ այլ տեքստային տվյալների հետ։ Այժմ անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին առանձին և դիտարկենք օրինակներ։ Օրինակները կկիրառենք մեր HR դատաբազայի վրա, որը ստեղծել ենք նախորդ տեսանյութերի ընթացքում։ Սկսենք concatenate կամ որ նույնն է concat ֆունկցիայից։ Concat ֆունկցիան օգտագործվում է երկու կամ ավելի տողեր իրար միացնելու համար։ Որպեսզի օրինակն ավելի հասկանալի լինի, դիտարկենք մեր HR դատաբազայի employees աղյուսակը։ Այստեղ ունենք աշխատակիցների անունների և ազգանունների սյուներ first name և last name։ Concat ֆունկցիայի միջոցով միավորենք աշխատակիցների անուններն ու ազգանունները մեկ full name սյան մեջ։ Եվ այժմ տեսնենք արդյունքը։ Ինչպես տեսնում եք, մեկ ընդհանուր full name սյան մեջ միավորված են աշխատակիցների անունների և ազգանունների սյուների տվյալները։ Microsoft SQL Server-ում հնարավոր է տեքստերը միացնել նաև plus օպերատորի միջոցով։ Այժմ կատարենք նույն գործողությունը օգտագործելով plus օպերատորը։ Եվ տեսնենք արդյունքը։ Ինչպես տեսնում եք, ունենք նույն արդյունքը։ Թեպետ շատ դեպքերում concat-ի և plus-ի արդյունքները նույնն են, դրանց միջև կան նաև կարևոր տարբերություններ։ Concat-ը նախատեսված է հենց տեքստային արժեքները միացնելու համար։ Այն միշտ վերադարձնում է տողային արժեք և անտեսում է նալերը, փոխարինելով դրանք դատարկ տողով։ Իսկ plus օպերատորի դեպքում, եթե որևէ արժեք նալ է, ապա ամբողջ արտահայտությունը դառնում է նալ։ Բացի այդ, plus օպերատորով տեքստերի միացումը աշխատում է միայն SQL սերվերում։ Այլ տվյալների բազաների համակարգերում, ինչպիսիք են օրինակ MySQL, PostgreSQL, plus-ը օգտագործվում է միայն թվերի գումարման համար և տեքստերի վրա չի աշխատի։ Այդ պատճառով, եթե ուզում ենք գրել ավելի ստանդարտ և տեղափոխելի կոդ, ցանկալի է օգտագործել concat ֆունկցիան, ոչ թե plus-ը։ Դիտարկենք օրինակ։ Քանի որ օրինակը կիրառելու ենք locations աղյուսակի վրա, նախ տեսնենք locations աղյուսակի սյուներն ու տողերը։
Ենթադրենք ցանկանում ենք միավորել երկու տեքստային դաշտեր state province և street address և ստանալ մեկ միասնական հասցեի տող։ Կիրառենք և քնքեդ ֆունկցիան և plus օպերատորը։ Տեսնենք արդյունքը։ Հիմա օգտագործենք քնքեդ ֆունկցիան։ Այժմ տեսնենք արդյունքը։ Ինչպես տեսնում եք, քնքեդով ստացված արդյունքը տարբերվում է plus օպերատորով ստացված արդյունքից։ Այժմ հրամանները միասին տանք կատարման, որպեսզի հասկանանք տարբերությունը։ Ինչպես տեսանք, քնքեդ օպերատորը անտեսել է null արժեքները, դրանք փոխարինելով դատարկ տողով և արդյունքում վերադարձրել է ոչ null արժեքներ։ Իսկ plus օպերատորի դեպքում, քանի որ հետևյալ արժեքները null էին, ամբողջ արտահայտությունը վերադարձվել է null։ Հիմա խոսենք len ֆունկցիայի մասին։ Len ֆունկցիան վերադարձնում է տեքստի սիմվոլների քանակը, չհաշվելով վերջի բացատները։ Օրինակ, գտնենք այն աշխատակիցներին, որոնց ազգանունը կազմված է 11 նիշից։ Եվ այժմ տեսնենք արդյունքը։ Անցնենք upper և lower ֆունկցիաներին։ Upper և lower ֆունկցիաները տեքստը փոխակերպում են համապատասխանաբար մեծատառերի կամ փոքրատառերի։ Օրինակ, դարձնենք երկրների ID-ները փոքրատառ, իսկ երկրների անվանումները մեծատառ։ Որպեսզի օրինակը առավել հասկանալի լինի, նախ տեսնենք մեր դատաբազայի countries աղյուսակը։ Country ID-ն փոքրատառ դարձնելու համար կիրառենք lower ֆունկցիան, իսկ country name-ը մեծատառ դարձնելու համար կիրառենք upper ֆունկցիան։ Եվ տեսնենք արդյունքը։ Անցնենք trim ֆունկցիային։ Trim ֆունկցիան, ինչպես սկզբում նշեցինք, հեռացնում է տեքստի սկզբի և վերջի բացատները։ L-trim ֆունկցիան հեռացնում է բացատները ձախից, իսկ R-trim ֆունկցիան հեռացնում է բացատները աջ-ից։ Փորձենք տեսնել trim հրահանգների խումբը գործնականում։ Օրինակը կիրառելու ենք countries աղյուսակի վրա։ Այս հարցման նպատակն է ցույց տալ, թե ինչպես են աշխատում L-trim, R-trim և trim տեքստային ֆունկցիաները բացատները հեռացնելու համար։ Սկզբում մենք արհեստականորեն ավելացնում ենք բացատներ country ID արժեքի ձախ և աջ կողմերում։ Դա անում ենք, որպեսզի տեսանելի լինի, թե յուրաքանչյուր ֆունկցիան կոնկրետ որ բացատներն է հեռացնում։ L-trim ֆունկցիան հեռացնում է միայն ձախ կողմի բացատները։ Արդյունքում ստանում ենք արժեք, որտեղ ձախ կողմի բացատները հանված են, իսկ աջ կողմինը պահպանված, եթե այդպիսիք կան։ R-trim ֆունկցիան հեռացնում է միայն աջ կողմի բացատները։ Այստեղ ձախ կողմի բացատները մնում են, եթե այդպիսիք կան, իսկ աջ կողմինը հեռացվում։ Trim ֆունկցիան հեռացնում է և ձախ և աջ կողմի բացատները։ Արդյունքում ստանում ենք մաքուր արժեք առանց ավելորդ բացատների երկու կողմից էլ։ Իսկ տողերի սկզբում և վերջում դրված գծիկները օգնում են տեսնել, թե բացատները որտեղ են եղել և ինչպես են դրանք հեռացվել։ Char index ֆունկցիան օգտագործվում է տեքստի մեջ որոշակի նիշի դիրքը գտնելու համար։ Char index-ի սինթաքսը հետևյալն է, որտեղ substring-ը որոնվող նիշը կամ տեքստն է, expression-ը
տեքստային արտահայտությունն է, որտեղ որոնվում է համապատասխան նիշը կամ տեքստը, եւ start-ը ըստ ցանկության, դիրքը, որից սկսած իրականացվում է որոնումը։ Char index-ը վերադարձնում է առաջին համընկման դիրքը։ Եթե որոնվող նիշը կամ տեքստը չի գտնվել, ֆունկցիան վերադարձնում է 0։ Օրինակ, գտնենք, թե որ դիրքում է գտնվում at նիշը էլեկտրոնային փոստի հասցեում։ PathIndex ֆունկցիան օգտագործվում է տեքստի մեջ նմուշի դիրքը որոնելու համար։ Այն նման է char index-ին, սակայն ունի կարևոր տարբերություն։ PathIndex-ն աշխատում է wildcard-երով, ինչը թույլ է տալիս ավելի ճկուն որոնումներ կատարել։ PathIndex-ի սինթաքսը հետևյալն է, որտեղ pattern-ը որոնվող նմուշն է, որն ի դեպ կարող է պարունակել wildcard-եր, իսկ expression-ը տեքստային արտահայտությունն է։ PathIndex-ը վերադարձնում է առաջին համապատասխանության դիրքը, իսկ եթե նմուշը չի գտնվում, վերադարձնում է 0։ Դիտարկենք օրինակ Jobs աղյուսակից։ Նախքան աղյուսակին անցնելը, վերհիշենք Jobs աղյուսակը։ Գտնենք բոլոր այն պաշտոնները, որոնց անվան մեջ կա մենեջեր բառը։ Այժմ խոսենք substring ֆունկցիայի մասին։ Substring ֆունկցիան վերադարձնում է տողի նշված հատվածը, սկսելով նշված դիրքից և վերցնելով նշված քանակի նիշ։ Substring ֆունկցիայի սինթաքսը հետևյալն է, որտեղ expression տեքստային արտահայտությունն է, start մեկնարկային դիրքը սկսվում է 1-ից և length վերցվող նիշերի քանակը։ Դիտարկենք որևէ օրինակ employees աղյուսակից։ Երբեմն մեզ պետք է լինում email հասցեից առանձնացնել օգտատիրոջ անունը կամ անուն և ազգանունը, այսինքն ըթից առաջ գտնվող մասը։ Այժմ փորձենք employees աղյուսակի email սյունակից առանձնացնել աշխատակիցների անուն կամ անուն և ազգանունները, այսինքն ըթից նույն ինքը շնիկից առաջ գտնվող մասը։ Char index-ի միջոցով գտնում ենք շնիկի դիրքը, իսկ substring-ի միջոցով գտնում ենք մինչև շնիկ ընկած մասը։ Left ֆունկցիան վերադարձնում է նշված քանակի նիշ տողի ձախ կողմից։ Օրինակ, երբեմն մեզ պետք է աշխատակցի անվան միայն առաջին տառը և ազգանունը, օրինակ հաշվետվությունների կամ ցուցակների համար։ Այդ դեպքում կօգտագործենք left ֆունկցիան։ Right ֆունկցիան վերադարձնում է նշված քանակի նիշ տողի աջ կողմից։ Օրինակ, employees աղյուսակի աշխատակիցների ցանկից փորձենք ստանալ այն աշխատակիցներին, որոնց ազգանունն ավարտվում է յան վերջավորությամբ։ Replace ֆունկցիան օգտագործվում է տողի մեջ գտնվող որոշակի հատված այլ արժեքով փոխարինելու համար։ Replace ֆունկցիայի սինթաքսը հետևյալն է, որտեղ expression-ը սկզբնական տեքստն է, pattern-ը այն հատվածն է, որը պետք է փոխարինվի, և replacement-ը նոր արժեքն է, որով փոխարինվում է նշված հատվածը։ Օրինակ,
Employees աղյուսակի բոլոր աշխատակիցների էլեկտրոնային փոստի հասցեներում .com վերջավորությունը փոխարինենք .ru-ով։ Այսպիսով, տեսանք, թե ինչպես տեքստային ֆունկցիաները կարող են օգնել մեզ ճկուն և արդյունավետ աշխատել տեքստային տվյալների հետ։ Դրանք կիրառվում են այն դեպքերում, երբ անհրաժեշտ է փոխակերպել տեքստը, առանձնացնել դրա որոշակի հատվածներ, մաքրել ավելորդ բացատները, միավորել մի քանի արժեքներ մեկ դաշտում և այլն։ Նշեմ նաև, որ SQL-ի առավել խորացված գիտելիքներ ձեռք բերելու համար կարող եք այցելել exelist.am կայք, SQL Basics դասընթացի բաժին և ծանոթանալ մանրամասներին։ Այստեղ կարող եք տեսնել յուրաքանչյուր դասի թեման ևս։